Վերեք սկսվից ես մի քիչ երևակայի մասին պատմեմ, մեր մասին վաշե, կնոջ Աննայի մասին, իմ անունը Աշոտ է։ 95 թվին մարտի 1-ին Երևանի կյանքի խոսք եկեղեցում ես վերստին ծնվեցի։ Այդ օրը մկրտվեցի Սուրբ Հոգով։ Երկու շաբաթ, մի երկու ամիս հետո ջրով մկրտվեցի ու այնտեղ էլ անցել եմ դպրոցը, սովորել եմ ընդդիմ։ Հենց որ կյանքի խոսք եկեղեցին ինձ համար շատ հարազատ է ու շատ ծառայողներին ես լավ ճանաչում եմ։ 2006 թվականից մենք եկել ենք Ռուսաստան Սամարա քաղաքը, ծառայել ենք եկեղեցին, տարբեր եկեղեցիներում ենք եղել ընդի 3 տարի, 2 տարի արդեն։ Այսին 2 տարի, ինչ ասենք, եկել ենք ստիմ ու ստիմ ծառայում ենք։ Դրա համար մեզ համար շատ այսօրը շատ ուրախալի օրն է։ Այսօրը շատ նենց կարևոր օր է, որովհետև մենք երազել ենք, որ 2 տարի աղոթել ենք դրա համար, որ Արինբուրգում եղնի հայկական ծառայություն։ Սուզեն գիտի, Ժանան գիտի, իրար հետ ինչքան վաղ արդեն մի տարի ու կես է երևի չէ կա, մի տարի է ասեք, տարի իրար հետ դրա մասին երազել ենք։ Եվ այսօրը եկավ մենք եկեք փակ տակասում դրա համար օգտվենք։ Գիտեք, մեր կյանքը շատ տարբեր է եւ մեր կյանքի մեջին շատ տարբեր բաներ է կատարվում։ Ու ամեն օր մենք քայլում ենք ինչ-որ խնդիրների միջոցով, մենք գնում ենք ինչ-որ տարբեր դժվարություններով ենք անցնում, ու այդ դժվարությունները մեր կյանքը նես թվում է, որ չի անցնում։ Որ մի հատ ինչ-որ մի դժվարություն անցանք, հաղթինք, ու գալիս այն մոմենտը, որ ասում ես, ասրան հաղթեցի էլի մի բան եկավ։ Ու դա տենց պատահում է շատ վաղ տա։ Ու մեզ միշտ հարց ենք տալի, հետաքրքիր է, իսկ ինչ անենք, որ այդ դժվարությունները վերանա մեր կյանքից։ Ես ձեզ մի բան կասեմ, չի վերանա։ Բայց Աստված մեզ ուժ է տալի, որ մենք հաղթենք, որ մենք անցնենք այդ դժվարություններով ու հենց ինքը այդ հաղթությունը մեզ տալիս է։ Իսկ այսօր մենք կխոսանք մի նյութի մասին, որը ասենք շատ կարևոր է մեր կյանքի մեջին, որպեսզի մենք կարողանանք այդ բոլոր հաղթությունները հասնենք։ Ինձ կներող եղնեք, ես 20 տարի չեմ քարոզել հայերեն, դրա համար ռուսերեն եմ քարոզել ու ռուսական կրթություն եմ։ Դրա համար ես ձեզ հետ սովորում եմ նորից քարոզել։ Հայաստանում երբ որ եղել եմ, քարոզել եմ հայերեն, ստիճը։ Այսօր մենք կխոսանք սիրո մասին։ Սերը ամբողջ Երևակայի ավետարանը դա հենց սիրո վրա է կազմված։ Նված է սիրո վրա։ Ու երբ որ Հիսուսին հարցրեցին, ասին ո՞րն է ամենակարևոր պատվիրաններից մեկը, ինքը ասավ, որ սիրիր քո Տեր Աստծուն, դա Մատթեոս ավետարանի 22:36 խոսքը, կներեք առայժմ մեր մոտ մարդ չկա, որ նստի բանի վրա, բայց շուտով կցույց տանք։ Մի օրինական գալիս է Հիսուսի մոտ եւ հարցնում է, ասում է, որն է ամենակարևոր պատվիրանը։ Ու այդ մարդը, որը օրենքը լավ գիտեր։ Ինչի բարեկամքը հարցնելու Հիսուսից դրա մասին չի ասում, երևի ասում է կարող է եւ որպեսի փորձի, կամ էլ ուզում էր ինչ-որ բան իմանա Հիսուսից։ Հիսուսը կայնումով ասում է սիրիր քո Տեր Աստծուն։ Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ քո սրտով, ամբողջ քո հոգով
եւ ամբողջ քո էությունով։ Ասма սա ամենաառաջի պատվիրանն է, որը պետք է մենք անենք։ Եվ դա ճիշտ է, բայց թե ինչ է նշանակում սիրել Աստծուն։ Մենք տարբեր ձևի սերեր գիտենք։ Կինը սիրում է իր մարդուն, մարդը սիրում է կնոջը։ Երեխեն սիրում է ծնողին, ծնողն է սիրում իր երեխուն։ Հնգերը սիրում է իր հնգերոջը։ Արդյոք դա այդ սերը։ Թե դա ուրիշ սեր է, որով մենք պետք է սիրենք Աստծուն։ Ու երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, երբ որ մենք խորանում ենք Աստվածաշնչի խոսքերի մեջ, մենք հասկանում ենք, որ Հիսուսն ինչ որ խոսում էր, նա խոսում էր բավարար ուրիշ բան։ Դա ուրիշ ու այդ սերը կոչվում է ագապա։ Ինչի մեջ է այդ սերը կազմված։ Ինչի մեջ է ոնց որ փակված, որ մեզ դա չի բացվել լադեր ու բացվում է ընդհանրապես այն վաղ, երբ որ մենք սկսում ենք շփվել Աստծու հետ։ Մենք շփվում ենք Աստծու հետ, մենք աղոթում ենք, մենք գիրք ենք կարդում, մենք լսում ենք Իրան։ Ու գալիս է ժամանակ, երբ որ մենք հասկանում ենք, որ այն սիրո մասին, որի մասին Հիսուսը խոսում էր, դա вообще ուրիշ սեր է։ Հետագայում Հիսուսը Մատթեոս 22:37 խոսքում ինքը ասում է. «Եվ երկրորդ նրա նման ասում է. սիրիր քո մեղձավորին քո անձի պես։ Սիրիր քո կողքինին, սիրիր քո ընկերոջը, քո անձի պես»։ Ու ասում է քչի դնեմ դրություն այդ երկու սիրո մեջ։ Մենք ասել ենք, որ կա սեր, որը դու կարաս քո ընկերոջը սիրես, բայց թե կա աստվածային սեր, որով մենք կարանք մեր կողքինին սիրենք։ Եվ այդ սերը ընդհանրապես տարբեր են։ Գիտեք, մի հատ մենք սաղը անցել ենք, ասենք, առաջի սիրո միջով։ Անցել ենք, սիրել ենք։ Ես չեմ ասում մարդկային առաջի սերը։ Ես ասում եմ այն սերը, որով երբ որ մենք եկել ենք Աստծուն, այդ առաջի զգացմունքները, որ մենք ունեցել ենք։ Ու այդ զգացմունքները նրանք ինչ-որ ժամանակ ընթացքում մարել են։ Մեզ համար արդեն սովորական է դառել։ Ու մենք նորից ուզում ենք մանգանք եւ գտնենք այդ զգացմունքները։ Եվ այդ զգացմունքները դրանք չեն խոսում դրա մասին, որ մենք ունենք աստվածային սեր։ Աստվածային սերը ինքը կարող եղնի առանց զգացմունքի։ Մենք մտածել ենք, որ մենք կորցրել ենք այդ առաջի սերը, բայց թե այդ առաջի սերը մեր մեջին դա դեռ կա։ Որովհետև սերը, աստվածային սերը, նա գալիս է մեր մեջ Աստծու հետ։ Երբ որ մենք ընդունում ենք Աստծուն մեր կյանքի մեջ, որպես Տեր ու Փրկիչ, այդ սերը գալիս է մեր մեջ ու մեր մեջ բնակվում է։ Ու այդ սերը, երբ որ մեր մեջ բնակվում է, նա մեզանից չի գտնում։ Հիսուսը ասեց, ասավ, ամեն ինչը կանցնի այս երկրի վրա, բայց թե ասма սերը չի անցնի։ Այդ սերը, որը մեջ բնակվեց, այդ սերը հավիտյան պետք է մնա մեր հետ եւ երկնքում, երբ որ մենք գնանք, մենք պետք է ապրենք այդ սիրո մեջ։ Դրա համար այդ սերը նա ընդհանրապես ուրիշ սեր է։ Ոնց կարանք մենք գանք եւ հասնենք այդ սիրուն։ Նու առաջինը մենք պետք է հասկանանք, թե Աստված ինչ արեց մեզ համար։ Այն ինչ որ ինքը արեց, ինքը դրդված արեց իր սիրուց։ Ինքը իր որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի նա մեռնի մեր մեղքերի համար եւ հարություն առնի մեզ արդարացնելու համար։ Ու դա գագաթնակետն էր այդ աստվածային սիրո։ Երկրորդը
Նա ասեց, որ ասավ, այդ սերը ձեր հետ կեղնի։ Երեք բացենք դա Հովանու 17 գլուխ 26-րդ խոսքը ասма, որ ասма այն սերը, որով դու սիրեցիր ինձ, նրանց մեջ կլինի։ То есть Հիսուսը երբ որ աղոթում ասма, հայր, այն սերը, որով դու ինձ սիրեցիր, то есть այն սիրով, որով Աստված հայրը սիրեց իր որդուն Հիսուսին, ասма այդ սերը կեղնի իրանց մեջ։ Այն աշակերտներից մեջին, ովքեր կլսեն ինձ, ովքեր կընդունեն ինձ եւ ովքեր կգնան իմ խոսքերի հետևից։ Ու այդ սերը հիմի մեր մեջ է։ Ու մենք պետք է սովորենք քայլել այդ սիրո մեջ։ Ոնց անենք դա։ Պաշտպանելը հա, դա իր հերթին։ Մենք պետք է սովորենք քայլել այդ սիրո մեջ։ Ոնց անենք դա։ Աստծո հետ քայլել։ Շատ ուրախ եմ Աստծո հետ։ Հա։ Ամեն, ամեն։ Ամեն։ Եղավ, շատ լավ։ Շատ լավ, ճիշտ բաներ եք ասում, ես չեմ ասում, որ դուք սխալ եք, մտածեք, որ չէ ճիշտ բան է։ Բայց թեստի մի հատ, ոնց ձեզ ասեմ, չրտա, մի հատ ներբություն կա, մի հատ ներբություն կա, երբ որ Հիսուս ասում էր, ասում է, սիրիր քո կողքինին, ասավ, սիրիր քո անձի պես։ Սիրում ենք մենք մեզ։ Շատ ենք սիրում։ Ես շատ եմ սիրում։ Գիտեք ինչ հետաքրքիր բան աղտնեմ։ Ստի երկու ծայրահեղություն կա, երբ որ մենք մեզ շատ ենք սիրում, այդքան շատ ենք սիրում, որ ոչ մի բան կողքներից չենք նկատում, ու երկրորդը, երբ որ մենք մեզ չենք սիրում։ Հիսուս ասավ, դու քո կողքինին պետք է սիրես քո անձի պես։ Նենց ոնց որ քեզ ես սիրում։ Դու պետք է քո կողքինին սիրես։ То есть, այն ինչ որ դու քեզ ես ցանկանում, ախոթում ես ասում ես, Աստված ջան, ինձ տուր մեքենա։ Ու երկրորդ խոսքը պետք է հարևանիս էլ որ չնախանձի։ Չէ, սկանում եք, մենք շատ ասենք, բաներ չենք հասկանում, մենք չգիտենք, մենք մեզ ոնց պետք է սիրենք։ Այդ դա շատ կարևոր է, որ մեր մոտ գա բալանսը, հավասարակշռություն մեր կյանքի մեջին։ Աստծո սերը դա հենց բերում է այդ հավասարակշռությունը մեր կյանքի մեջին, որպեսզի դա եղնի ճիշտ ուղղության վրա, որ երբ որ մենք սկսում ենք մեզ շատ սիրել, դա բերում է հպարտության, դա բերում է անկման, տանը անկման ընդհանրակ։ Սաղ ինձ, սաղ դեպի ինձ։ Երբ որ գալիս է հավասարակշռությունը, համ ինձ, համ էլ ես տամ, որ ես է կարենամ տամ։ Մարդը, որը իրան շատ է սիրում, ինք ասում է սաղ ինձ։ Մարդը, որը իրան սիրում է, բայց թե իր կողքինին էլ սիրում է իրանց պես, ինքը կարող է նաև տա։ Գիտեք, մեր կյանքը չգիտեմ, դա երևակայ է, երբ որ Աստծո հետ արդեն սկսեցինք քայլել, արդեն ապրում ենք Աստծո հետ, միած sense հասկացողություն է եկել, որ եթե մենք գնում ենք ինչ-որ մի տեղ, ծնունդ, կնունք, մենք գնում ենք, պետք է նվեր տանենք, առաջի հերթին մենք մտածում ենք, չենք մտածում ինչ պետք է տանենք, այն ինչ որ ես ինձ համար կուզեի, որ ինձ բերեն, մենք գնում ենք դա ենք վերունում։ Շատ վաղ է ես դա չունեմ։ Շատ վաղ մենք դրան չենք հասնել դեռ,
Բայց թե մեր կողքինին մենք տարել ենք, նվեր ենք տվել։ Ու դա, ասենք, իրականը դա հենց այդ բանն է, որ այն ինչ որ դու քեզ ես ցանկանում, դու ցանկանում ես քո կողքինին։ Այն ինչ որ դու ուզում ես, որ քո կյանքը մեղնի, դու անում ես ուրիշի համար։ Եվ դա հենց սերն է, Աստծո սերն է, որը քո միջոցով գալիս է քո կողքինի վրա։ Մենք չենք կարող մարդկանց սիրենք նենց, որ ասենք մեզանով մենք կարանք մարդուն սիրենք մենակ Աստծո սիրով, որը մեր մեջ է։ Ու մենք երբ որ դա հասկանում ենք, մենք հասկանում ենք Աստծո մեծությունը եւ նրա զորությունը մեր մեջ։ Ոնց է Աստված մեր միջոցով կարող գործի։ Ընդհանրապես ինչքան մենք ասենք այս վերջերս մենք ուսումնասիրել ենք տարբեր բաներ, մենք հասկացել ենք միակ մի բան։ Աստծո ժողովուրդը շատ ժամանակ չի հասկանում ով է իր Աստվածը։ Եթե Աստծո ժողովուրդը հասկանա ով է իր Աստվածը, այդ ժողովուրդը հրաշքներ կանի այս աշխարհի վրա։ Իր միջոցով Աստված կսկսի հրաշքներ։ Մենք չենք հասկանում Աստծո հարության ուժը, որը Աստծուն հարություն տվեց, այդ ուժը մեր մեջ է արդեն։ Հիսուսը այդ ուժը տվել է մեզ։ Եվ այդ ուժը մեր մեջ բնակվում է։ Մենք շատ վաղ չենք օգտագործում դա։ Եվ այն սերը, որը մեր մեջ կա, մենք կարանք այդ սերը տանք ուրիշներին։ Շատ հետաքրքիր բան է ասավ Հիսուսը, երբ որ գնում էր, ասավ ոնց ասավ կճանաչեն, որ դուք իմ աշակերտներ եք։ Եթե ասավ սերը չեղնի ձեր մեջ։ Ինքը չասավ հրաշքներ չեղնեն ձեր մեջ, կամ բժշկություններ եղնեն, կամ մարդիկ հարություն պետք է առնեն ձեր մեջին։ Ինքը չասավ դրա մասին։ Ինքը ասավ իմ սերը պետք է ձեր մեջ եղնի։ Երբ որ ասма մարդիկ մտնեն ու տենան այդ սերը ձեր մեջ, իրանք կասեն, որ դուք իմ աշակերտներ եք։ Եվ սերը դա ամենակարևոր չէր չրտա բնագիծը։ Ամենակարևոր բնագիծն է, որը մեր կյանքը ամեն անգամ ամեն օր պետք է երևա։ Ոնց անենք, ոնց հասնենք դրան։ Դրան կա մենակ մի ելք։ Մենք պետք է սովորենք քայլել Աստծո հետ։ Որովհետև Աստված սերն է։ Ինքը երբ որ գնում է, երբ որ ինքը քայլ անում, այդ քայլի մեջ սեր կա։ Ու այդ ամեն ինչի մեջին սեր կա։ Երբ որ մարդիկ գալիս են, երբ որ մենք մարդկանց ենք դնում, այդ սերը մենք փոխանցում ենք իրանց։ Հրաքում ենք իրանց այդ սիրով։ Եվ դրա մեջին մենք պետք է սովորենք քայլել։ Ոնց ենք մենք քայլեմ Աստծո հետ։ Առաջինը դա Աստծո խոսքը։ Աստվածաշունչը սաղ ունեն։ Իմիզ երևակայ սաղ կունենան հետ չեղնի հեռախոսի մեջ կեղնի։ Հա։ Չնայած մենք ես քչփորել եմ մի քիչ բանում ինտերնետը նայել եմ, որպեսզի ասենք մի քանի հատ հայկական աստվածաշունչ առնենք, բերենք ստի նոր կտակարաններ մարդկանց խնդրել եմ, որ իրանք էլ ման գան գտնեն մեզ համար հույսով եմ, որ շուտով կունենանք, բայց թե հիմի լուբոյ հեռախոսի մեջին մենք կարանք ունենանք աստվածաշունչ եւ այդ աստվածաշունչը կարդանք։ Աստծո խոսքը կարդալ ամեն օր։ Մենակ կարդալով չի, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, նա տալիս է մեզ գիտություն։ Ու գիտությունը մարդն է տենց կազմված, երբ որ ինքը կարդում է ինչ-որ մի բան, նա սկզբից գալիս է հայտություն։ Բայց թե հետագայում, երբ որ մենք մտածում ենք այդ խոսքի վրա, երբ որ մենք ուսումնասիրում ենք, երբ որ մենք խորանում ենք դրա մեջին, գալիս է հայտնություն։ Մենք պետք է ունենանք հայտնություն Աստծո խոսքով։ Հիսուսի մասին, որովհետև ամբողջ Աստվածաշունչը նա Հիսուսի մասին է։ Ամբողջ Աստվածաշունչը Աստծո սիրո մասին է։
Եվ մենք պետք է հայտնություն ունենանք դրա համար։ Ոնց ունենանք հայտնություն Աստծո խոսքի հետ։ Երբ որ դու կարդացիր Աստծո խոսքը, դու մտածում ես այդ խոսքի վրա։ Ինչքան ժամանակ ես մտածում դրա վրա։ Մենք պետք է մտածենք, սկսենք մտածել Աստծո խոսքի վրա։ Խնդրենք, աղոթենք Աստված, իսկ դու ինչ ես ուզում ասես այս խոսքով։ Իսկ ո՞նց կարա այդ խոսքը իմ կյանքի մեջին իրականանա։ Ո՞նց կարա այդ խոսքը այսօր ինձ օգնի, որ ես իմ օրը անցկացնեմ քո հետ։ Ո՞նց կեղնի, որ այդ ու Աստված կսկսի քայլ սորացնել մեզ քայլեր իր խոսքի համեմատ։ Երբ որ մենք մի բան կարդացինք ու մենք չհասկացանք, մենք չենք հասկանա, մենք չգիտենք դրա մասին, խնդրենք Աստծուն, խնդրենք ուրիշներին, հարց տանք, դա էլ է նորմալ։ Երբ որ մենք ուրիշներին հարցնում ենք, թե բա Աստված ինչ է ուզեցել ասի այս խոսքով, ու դա նորմալ է, որ մենք ձգտում ենք իմանալ այդ խոսքը, մենք ձգտում ենք հայտնություն ստանալ, որպեսզի մեր կյանքը փոխվի։ Գիտեք, մեր ամբողջ ամենամեծ կռիվը դա մեր մտքի մեջն է։ Մեր միտքը շատ է խանգարում մեզ Աստծուն լսել ու հասկանալը։ Երբ որ մեր միտքի նորոգությունը կեղնի, այդ վաղտ մենք ավելի մեծ գործ կանենք։ Իսկ միտքը փոխվում ամենակ մի վիճակով, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, երբ որ մենք ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, ու երբ որ մենք սկսում ենք աղոթել Աստծո խոսքի համեմատ։ Սկսում ենք աղոթել, սկսում ենք քայլել Աստծո հետ, եւ այդ սերը մեր մեջին սկսում է դրսևորվել։ Մենք արդեն նայում ենք տենում ենք ասում ենք իրոք ես արդեն այդքան շատ չեմ բարկանում։ Ես արդեն քիչ եմ բամբասում։ Ես արդեն քիչ եմ զայրանը։ Մարդուց վրա քիչ եմ ջղայնանում։ Կեսուրիս հետ յոլա եմ գնում։ Դա բնական բաներ է, դա մեր մեջին կա եւ դա տենց է։ Ես քիչ եմ, երբ որ քշում ավտոն ու դեմս կտրուկ անցան, էլ ուշուց չեմ տալի։ Տարբեր բաներ կա։ Իսկ երբ որ մենք չենք շփվում, երբ որ մենք չենք կեպվում այդ սիրո մեջին, դա նորից գալիս է վերադառնում է։ Ինչքան մենք շատ խորանում ենք, դա մեզանից գնում է եւ տալիս է մեզ ուժ հաղթելու եւ գնալու։ Այդ սերը մեր մեջին, որը տալիս է մեզ ուժ, մեր թշնամուն ներել եւ աղոթել իր համար։ Դա Երևակայի ամենամեծ գագաթնակետն է սիրո, երբ որ դու կարող ես քո թշնամուն ներել։ Երբ որ դու կարող ես սկսես աղոթել իր համար, որպեսզի Աստծո լույսը իր համար բացվի։ Հա։ Դրա համար ես կուզեի, որ ասենք մեր առաջի ծառայությունը դա սիրո ծառայություն եղնի, որ մենք սիրով ուզենանք, ձգտենք, ոչ միշտ մեր մոտ կստացվի, բայց թե մենք ձգտենք դրան եւ հիշենք միշտ, որ Աստված մեզ սիրում է, Աստված մեզ շատ սիրեց, Աստված այդքան սիրեց, որ իր որդուն զոհեց մեզ համար։ Ու մենք ձգտենք, որպեսզի այդ սերը մեր մեջ սկսի դրսևորվել, որովհետև մարդիկ սիրո կարիք ունեն։ Իրանք ունեն այդ կարիքը։ Որին էլ այսօր հանդիպեք, որի հետ էլ խոսակ, որին էլ հարցնեք, ամեն մեկը սիրո կարիքը ունի։ Երեխեքը մեր,
Խեն վազում մոր մոտ, որովհետև սիրո կարիք ունեն։ Խեն վազում հոր մոտ, սիրո կարիք ունեն։ Երբ որ մենք ենք ցավոք ասте արդեն ասենք իմ ծնողները չկան, բայց թե 5 տարի առաջ, 6 տարի առաջ, երբ որ մերս լա դեռ սաղեր, ես խի գալի եւ գլուխս դնում էի նրա ուսին, խի ես սիրո կարիք ունեի։ Ես սիրում էի, որ ասենք մերս ինձ գրկամա, օրտնմա։ Եվ լուբոյ մարդն էլ դա ունի, իսկ մենք Աստված մեր հայրն է, նա տվել այդ բանը եւ այդ սերը մեր միջոցով որ փոխանցվի ուրիշներին։ Ամեն։ Եկեք Եվակա այսօր դա վերջնա, որ ասենք ես ուզում եի կիսվեմ ձերի հետ ասու խոսքով, եկեք իրար հետ աղոթենք։ Հալելույա Հայր։ Տեր, մենք շնորհակալ ենք քեզանից։ Մենք շնորհակալ ենք այսօրվա համար, Տեր, որ դու տվել ես հնարավորություն մեզ հավաքվելու եւ քեզ փառաբանել, քո խոսքը ուսումնասիրելու, Տեր Հիսուսի անունով։ Տեր, մենք շնորհակալ ենք, որ դու մեզ սիրում ես, որ դու մեզ չես թողնեմ եւ որ դու տալիս ես մեզ հնարավորություններ, Տեր, ամեն նոր բացվելով մեզ համար։ Տեր, թող քո սերը նա բնակվի մեր մեջ, թող քո սերը բարձանա մեր մեջ եւ մեզանից դուրս գա, Տեր, բխի մեզանից, Տեր, որպեսզի մարդիկ տենան այդ սերը մեր մեջ եւ ձգտեն այդ սիրուն գալը։ Հալելույա։ Փառք ես, Տեր, օրհնյալ ես, Տեր։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։